Ֆրանսիան այն երկրներից է, որ կանգնել է Թուրքիայի Եվրամիություն մոտ գործելու ճանապարհին։ Ինչպես Աբդուլլա Գյուլն էր ժամանակին ասում, Թուրքիան հասցրեց նստել Բրյուսել մեկնող գնացքը, բայց պարզվեց այդ վագոնն անջատված էր քարշակից։ Հենց այդ պատճառով Թուրքիայի ու Եվրամիության հարաբերությունները հարթ չեն։ Այս շաբաթ այդ հարաբերություններն ավելի սրվեցին։ Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվե է նախատեսված, որով խորհրդարանական երկիրը կդառնա նախագահական։ Էրդողանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են Եվրոպայում ապրող թուրքերի ձայները, սակայն Գերմանիան, Շվեյցարիան, Հոլանդիան արգելում են նրան քարոզարշավ անցկացնել իրենց տարածքում, ինչը առաջացրել է Էրդողանի զայրույթը։ Էրդողանը սկսեց պիտակավորել որոշումները որոշում ընդունողներին, սակայն զարմանս բոլորի այս անգամ զուսպ եվրոպացիները պատասխանեցին նույն ոճով, ինչ Էրդողանը։ Ու մի քանի ժամում եվրոպական ու թուրքական մամուլը հեղեղվեց քաղաքական բառապաշարին ոչ բնորոշ պիտակներով ու վիրավորանքներով։ Սա կարող է անվերջ տևել Ալլահին ճանաչելու ու ճշմարտությունը երկրի վրա հաստատելու արարողությունը արևմտյան աչքով իսլամական ծես է, բայց Թուրքիայում քաղաքական սկզբունքայնություն։ Հենց այս իսլամը կես դար առաջ աշխարհիկ պայքար սկսեց ու ի վերջո հասավ իշխանության, ու հենց այս իսլամն է այն ուժի հիմքում, որի առաջնորդն է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Առաջնորդը ֆիլմը Թուրքիայում ցուցադրվում է սահմանադրության հանրաքվեին ընդառաջ, այն Էրդողանի հաղթարշավի մասին է, անցած ուղու, որի գագաթնակետը կլինի ապրիլին փոփոխվող մայր օրենքը։ Էրդողանը փակում է Աթաթուրքի դարաշրջանը, իրականացնում վաղեմի երազանքը, իր համար ստեղծելով ուժեղ նախագահական եւ իսլամական Թուրքիա։ Սա իր կյանքի կռիվն է, որտեղ նա պայքարում է ինչպես կարող է, բիրտ, կոպիտ ու պոպուլիստական մեթոդներով, ընդգծելով, որ այս հարցում գնալու է մինչև վերջ։ Ey Almanya, sizin demokrasiyle yakından uzaktan alakanız yok. Այ Գերմանիա, դու գաղափար չունես, թե ինչ է ժողովրդավարությունը։ Դուք հույս ունեք, որ ձեր երկրում ապրող թուրքերը դեմ կքվեարկեն մեր սահմանադրությանը։ Դուք նացիստներից չեք տարբերվում։ Değil bunu böyle bilin. Գերմանիան չի ցանկանում ներքաշվել ներթուրքական դիսկուրսին եւ Թուրքիային արգելում է արտահանել ագրեսիվ քարոզը։ Էրդողանը վիրավորում, հայհոյում ու սպառնում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին, քանի որ Գերմանիայում ապրող միլիոնավոր թուրքերի ձայնն իր համար ավելի կարևոր է։ Թուրքիայի օպերացիոն համակարգը փոխելու առաջին լուրջ քայլը Էրդողանի կուսակցության հաղթանակն էր 2002-ին, նա վարչապետ դարձավ դրանից 1 տարի անց։ Այն ժամանակ աշխարհիկ երկիրը իսլամական դարձնելու մասին ակնարկն անգամ կավարտվեր ռազմական հեղաշրջմամբ։ Այդպես արդեն եղել էր ու մի քանի անգամ։ Էրդողանը սկսեց աշխարհիկ կարգերի պահապան բանակի հետևողական գլխատումը, զուգահեռաբար անցկացնելով տնտեսական ռեֆորմներ, ու կարճ ժամանակ անց փոխեց շարքային թուրքերի կենսակերպը։ Զարգացավ փոքր ու միջին բիզնեսը, ստեղծվեց մինչև այդ թույլ արտահայտված հասարակական հզոր շերտ, հիմնված մանր ու հավատացյալ գործարարների վրա։ Ահա թե ով dարձավ նրա հենարանը։ Türkiye'de değil, tüm gönül coğrafyamızda kazandı. Neler yapılabilir? Bunu ortaya koyması var. Հենց այդ թուրքերն էլ ոտքի ելան ամռանը զինվորականների անհաջող հեղաշրջման ժամանակ։ Բավական էր, որ Էրդողանը հեռախոսով եթեր մտնի ու կոչանի դուրս գալ փողոց։ Զոհվեցին նրա հարյուրավոր համակիրներ, բայց Թուրքիայում ռազմական հեղաշրջումն առաջին անգամ ավարտվեց բանակի պարտությամբ։ Tüm kurumlarında bu Մենք արմատախիլ ենք անելու պետական համակարգում տարածվող համաճարակը, սա քաղցկեղ է, որը մետաստազներ է տալիս։ metastaz yaptı. Ու սկսվեց հաշվեհարդարի դարաշրջանը, Էրդողանը բանտ նետեց իր միահեծան իշխանությունը կասկածի տակ դնող զինվորականներին, դատավորներին, ոստիկաններին, լրագրողներին, նույնիսկ ուսուցիչներին ու գիտնականներին, կոչ արեց իրեն աջակցել մահապատիժը վերականգնելու գործում եւ վերջապես մոտեցավ սահմանադրությունը փոխելու երազանքին։
Նա սրան պատրաստվում էր շատ վաղուց, նույնիսկ անհավանական չափերի պալատ էր կառուցել, տեղափոխելով նախագահի նստավայրը, բայց աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու Էրդողանի ծրագիրը մեղմ ասած հստակ չէր։ Էրդողանը իսլամամետ գաղափարախոս է, ինչը նշանակում է Թուրքիայի առաջնորդություն նախկին Օսմանյան ռեգիոնում, բայց նա ցանկանում է լինել նաև թյուրքախոս աշխարհի ազգայնամոլ առաջնորդը, հավակնելով Կովկասին ու Միջին Ասիային։ Միաժամանակ պահանջում է Եվրամիության անդամակցություն։ Նա կռվում է Ռուսաստանի դեմ, սադրում Չինաստանին, սպառնում Եվրոպային, վախեցնում հարևաններին ու հեգնում դաշնակից Ամերիկային։ Ամերիկա։ Փոխարենը լավ հարևանություն է անում ահաբեկիչների հետ եւ ահաբեկիչ անվանում միջազգային հանրությանը։ Նա ցանկանում է դառնալ մուսուլման ազգերի կրոնական ու թյուրքախոս երկրների ազգայնական առաջնորդը Եվրամիության կազմում եւ մտադիր է Թուրքիան տանել եւ հարավ, եւ արևելք, եւ արևմուտք, բայց ցենորական ծրագրերով ու հակասող նպատակներով իրականում տանում է գրողի ծոցը։ Դավիթ Սարգսյան, Post Factum։